Շնորհակալություն։ Սիրելի հայրենագիտներ, այս ընտրություններում դուք, մեր ժողովուրդը, մեր հասարակությունը իսկական այլընտրանք ունի իշխանություններին։ Պևիցե նախկին ընտրությունների ժամանակ ընտրությունը այսքան ակնհայտ է եղել, բայց այս անգամ իրոք այդպիսին է, կա իսկական այլընտրանք։ Այո, անցինս հենց այս երիակի, անցինս այս դաշինքի։ Հավատացեք, ոչ Սեյրան Օհանյանը, ոչ Ռաֆի Հովհաննիսյանը, ոչ էլ ես այսօր այստեղ լինելու, ընդհանրապես այս ընտրություններին մասնակցելու կարիք չունենք։ Եթե մեզ հետաքրքրեր Պաշտոնը, ինքնահարստացումը, նախ հավատացեք, որ մենք այդ առիթը ունեցել էինք կանեինք, երկրորդ այսօր այլ տեղում կլինեինք, որտեղ մեր երեքից յուրաքանչյուրին էլ այդպիսի հնարավորություն միշտ դրվել է, բայց մենք այլ ընտրություն ենք կատարել։ Մեր ընտրությունը եղել է Հայաստանը, եղել է երկիրը, եղել է ժողովուրդը։ Եվ մենք այդ նվիրումով ենք գնում այս ընտրություններին, որտեղ մենք համոզված ենք, որ կարող ենք իրավիճակ փոխել, որը մեր նպատակը ազնիվ է։ Ձեր օգնությամբ ես կարծում եմ, որ մենք իսկապես կկարողանանք դա անել։ Մենք ունենք փորձը։ Ես նույնիսկ կհամարձակվեմ հետևյալը ասել, որ Սեյրան Օհանյանը, Ռաֆի Հովհաննիսը եւ ես նույնիսկ բարոյական իրավունքը չունենք մեզ դրամատրելի չդարձնելու ցեզ, մեր ժողովրդին, ուղղակի այդ բարոյական իրավունքը չունենք։ Ինչպես 1991 թվականին իմ եւ Ռաֆի Հովհաննիսյանի համար կարծեք թե հայրենիքի գանչն էր, որ մեզ ստիպեց թողել մեր հանգիստ կյանքը Միացյալ Նահանգներում եւ գալ Հայաստան, այսօր նույն այդ գանչը մեզ մղում է այս ընտրություններին մասնակցելու։ Ես համոզված եմ նույնը Սեյրան Օհանյանինն է, որտեղ մենք անելիք ունենք, մենք փորձ ենք կուտակել, մեր ժողովուրդը մեր վրա ներդրում է արել այս տարիների ընթացքում, եւ դա մենք այսօր պետք է վերադարձնենք։ Մեր դաշինքը արդեն իր ծրագիրը ներկայացրել է, սիրելի հայրենիքներ, եւ դա մենք անվանել ենք 365 օր ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց։ Դա պատահական անուն չի, մենք այդպես ենք անվանել հենց 365 օր ձեր ուշադրություն հրավիրելու այն հանգամանքի վրա, որ մեզ համար երկրում փոփոխություն անելը ճգնաժամ առօրյա աշխատանք է լինելու։ Այդ ծրագիրը հիմնված է երկու սկզբունքների վրա։ Առաջին, որ այնտեղ ներառվել են մեր ժողովրդի հուզող բոլոր խնդիրները, անխտիր, իսկ երկրորդ, որ այդ փոփոխությունները մենք անելու ենք հնարավորինս արագ, այսօրվա համար, վաղվա համար, ոչ թե ապագայի կամ հաջորդ տասնամյակների համար։ Հավատացեք, այնտեղ խնդիրների մեծամասնությունը կարող է շատ արագ լուծվել, փոքր քայլերով, առանց մեծ ռեսուրսների։ Իհարկե կան նաև խնդիրներ, որոնք ավելի երկար ժամանակ են պահանջում, բայց համոզված ենք, որ իսկապես երկիրը շատ արագ կարելի է ոտքի կանգնացնել։ Մեր ծրագրում շատ հստակ դրույթներ կան, աշխատավարձների բարձրացում, ընդհանրապես մեր ժողովրդի, դրա հնարավորությունը կա, ռեսուրսները կան։ Մեր բանակում փոփոխություններ անել, պայմանագրային ծառայողների աշխատավարձը հասցնել մինչև 240,000 դրամի, որպեսզի կարողանանք դրանց ներգրավումը մեծացնել եւ բանակ ավելի պրոֆեսիոնալ դարձնել։ Մեր սպայագույտի աշխատավարձի բարձրացումը մինչև 480,000 դրամի, որպես այդ մարդիկ իրենց ընտանիքի առօրյա խնդիրներով չմտահոգվեն եւ իրենց կենտրոնացումը նվիրումը տան հայրենիքի պաշտպանության։ Եվ նման մարդիկ ուղղակի շատանան, որ իրենց կյանքի գործը դարձնեն բանակի ծառայությունը։ Մենք մեր մայրերի համար մեծ օգնություն ենք անելու, որպեսզի կարողանանք նաև մեր երկրի դեմոգրաֆիկական խնդիրը լուծել։ Արտաքաղթ ուղղակի մեզ արյունակամ է անում։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման ձնելիության մակարդակ։ Մենք
100,000 դրամի ենք բարձրացնելու առաջի երեխայի ծնունդի դրվելիք ուրեմն մոր բաժինը։ 2 երեխայի դեպքում մինչև 500,000 դրամ, 3 երեխայի դեպքում 1 միլիոն դրամ, 4 երեխայի դեպքում ոչ միայն 2 միլիոն դրամ, այլ նաև լրացուցիչ 3 միլիոնի մայրական կապիտալ, որպեսզի այդ ընտանիքը, այդ մայրը, այդ ծնողը ինքը դնորինի այդ գումարը ըստ իր պահանջների։ Եվ նաև բարձրացնելու ենք մայրերին դրվող ամսավճարները, անկախ դրանից թե մայրը աշխատում է թե չէ։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու փոքր միջին բիզնեսին, որտեղ դա ողնաշարն է իսկապես մեր տնտեսության։ Մինչև 60 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսները 5 տարով ազատելու ենք բոլոր տեսակ հարկերից։ Մաքսային ծառայությունում լուրջ փոփոխություններ ենք անելու։ Հավելավճարները 20%-ից նվազեցնելու ենք մինչև 18-15։ Եվ այդ բոլորը էապես խթանելու է մեր տնտեսությունը։ Մեր գյուղացիների վարկային բեռն ենք նվազեցնելու։ Դոգոսատրույքները շատ բարձր են, նախ պետք է նվազեցնել նրանք։ Առավել ևս այն ինչ այսօր կա, այդ վարկերը պետք է սուբսիդավորել։ Եվ հավատացեք, այդ բոլորը անելու հնարավորությունը կա, ռեսուրսները կան։ Երբեք իշխանությունները չփորձեն ցեզ ասելու, որ այսօր մեր վիճակի պատճառը երկրի օբյեկտիվ պատճառներն են։ Ոչ, դա խաբեություն է։ Այսօր մեր այս վիճակի հիմնական պատճառը դա իշխանությունների անկործությունն է, դեսլագանի բացակայությունն է, ծրագիր չունենալն է։ Այս իշխանությունները ուղղակի ցանկություն չունեն, հետաքրքրված չեն նման փոփոխություններ անելու, որտեղ բարեփոխումները հենց իրենց շահերին է խփելու առաջի հերթին։ Բայց հավատացեք, ազնիվ իշխանության դեպքում, ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է այդ բոլորը անել եւ շատ արագ հնարավոր է անել։ Եվ երկրի ներ, ես ինքս անցել եմ այդ ճանապարհը։ Ես գիտեմ թե ինչպիսի դրամատրվածություն կա արտերկրում, մեր սփյուռքահայերի մոտ, օտարների մոտ Հայաստանի նկատմամբ։ Այդ բոլոր պատրաստ են իսկապես մեծ ներդրումներով ներգրավվածություն ունենալ Հայաստանում, եթե համապատասխան ճիշտ պայմանները ստեղծվեցին նրանց համար։ Եթե մենք կարողացանք առաջի հերթին մեր ժողովրդի վստահությունը շահել, վերականգնել, վերականգնել, ինչպես նաև միջազգային հանրությանը, հավատացեք, որ այնտեղ ռեսուրսների բագաժ չի լինելու, եւ այս բոլոր քայլերը, որը մի փոքր դոգոսն է մեր ընդհանուր ծրագրի, իրականացնելու ենք մենք շատ արագ, եւ դուք տեսնելու եք ձեր առօրյա կյանքում հսկայական փոփոխություններ ամենակարճ ժամանակում։ Ես ուզում եմ, որ այս ընդդիմությունների նախաշեմին դուք հավատաք դրան։ Այս հավաստիացումները ձեզ գալիս են այնպիսի մարդկանց կողմից, որոնք անցել են նման ճանապարհ եւ նման բաներ արել են։ Ես իմ անձնական ներգրավվածությամբ Հայաստան եմ բերել Քրքրքորյանին, Քափեշյանին, Էդուարդ Էրնեկյանին, եւ հիշեցեք այդ տարիներին, թե մեր մոտ ինչպիսի տնտեսական զարգացում կար։ Մեր հնան երկնիշ աճում էր։ Այդ բոլորը կարելի է վերականգնել, որովհետեւ այսօր դեռևս դրսում բազմաթիվ են այն մարդիկ, որ այդ ցանկությունը ունեն։ Լեռնային Ղարաբաղի հարցում մենք կարող ենք առաջընթաց արձանագրել։ Չհավատակ այն մարդկանց, որ ասում են առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հնարավոր չի երկիր զարգացնել։ Ոչ, դա բարդողական դիրքորոշում է։ Ընդհանրապես նախ Լեռնային Ղարաբաղի հարցը արդյունավետ լուծելու համար մեզ պետք է ուժեղ բանակ, զարգացող տնտեսություն, արդարություն երկրի ներսում։ Նախ դա պետք է հաստատել, որ կարողանանք ավելի արդյունավետ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել։ Առավել ևս, որ իմ նախարարության շրջանում ես կարողացել եմ հաջողություններ արձանագրել այդ ոլորտում։ 98 թվականին միջազգային հանրությունը ընդհանրապես չէր ուզում լսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման մասին։ Ընդամենը նրանք բնդում էին, որ Ղարաբաղը միայն ու միայն կարող է գոյատևել Ադրբեջանի գազում։ Բայց մենք կարողացանք դա հաղթահարել մեր դիվանագիտության շնորհիվ, հասանք նրան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը ինքնորոշման ամրագրվեց բանակցային փաստաթղթում։ Եվ այսօր ես նույն վստահությամբ ասում եմ, որ արդեն հնարավոր է այդ իրավունքի ամրագրումից անցնել ու հասնել նրան, որ միջազգային հանրությունը ճանաչի արդեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշված լինելու փաստը, եւ սա իսկապես հնարավոր է անել։ Բայց ցուցահերաբար մենք պետք է կարողանանք ուժեղացնել բանակը, զարգացնել տնտեսությունը։ Հավասիկ այսօր ձեր առաջ կանգնել են նման մարդիկ, որոնք այդ բոլորի ակունքներում են եղել, արել են
Մենք դեմագոգիայով չենք զբաղվում։ Մեր դված խոստումները մենք անելու ենք, որտեղ նախկինում նույն ոլորտներում հաջողություններ են ունեցել։ Ձեր առաջ կանգնել է Սեյրան Օհանյանը, որը բանակի ստեղծման ակունքներում է եղել։ Մեր հաղթանակների առաջի շարքում է եղել։ Այս մարդը իր առողջությունն է դրել հաղթանակի զոհասեղանին։ Ռաֆի Հովհաննեսյանը, ինչպես ասվեց, հիմնադիր արտաքին գործերի նախարար է եղել։ Նախագահական ընտրություններում մեր ժողովրդին մեծ վստահությունն է ստացել։ Ես իմ գործունեությամբ միացել եմ նրանց։ Եվ ահավասիկ այս երիակով մենք խայցում ենք ձեր քվեն։ Մեր համարը 8-ն է։ Գնացեք ամսի 2-ին ապրիլի, քվեարկեք այս դաշինքի օգտին եւ վստահեցնում եմ ես ձեզ այստեղ, որ դուք երբեք հուսալ